Քանի որ Պաշտպանության հանձնաժողովի նիստում ենք, այս 2 օրը Նիկոլ Փաշինյանը գործերը թված պարբերաբար հայտարարություններ անում Ադրբեջանի հետ փաստաթուղթը ստորագրելու պատրաստականության մասին, բայց դրան չեմ անդրադառնում, այլ ցանկանում եմ անդրադառնալ այն դիտարկմանը, որ ինքը հանձնարարական է տվել Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, չկրակել եւ այլն, որը կարծում եմ, որ մեր զինված ուժերին ուղղակի բարոյական, քարոզչական հարված է, որտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վարկյան հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները եւ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության եւ այլ բոլոր գործողություններն անելու համար։ Մեկ անգամ եւս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադարը, կարծում եմ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր զինված ուժերին եւ այսօր էլ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։ Ես ճիշտ ասած վարչապետի ասածը մի քիչ այլ ձև եմ ընկալել, զինված ուժերը միշտ պատրաստ են, եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, հակառված տալու։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը, որ երբևիցե մենք սադրանքների չենք ենթարկվելու եւ դա շատ բնական է, որտեվ շատ ավելի մեծ նպատակ ունենք մեր առաջ եւ այդ նպատակին հասնելու համար գուցե պետքա մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին, բայց դա չի նշանակում, որ զինված ուժերը իրենց պարտականությունները կարող են թերանալ։